Բարև ձեզ։ Ձեզ հետ նորից Վանյան Գուրգենն է, քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան։ Երեք ես խոսացի ատոմակայանից Հայաստանի Հանրապետության մեծամորի ու ասացի, որ պայքարելու եմ բոլոր այն անձնավորությունների, մեդիաների դեմ, ովքեր որ սկսելու են ինչ-որ ռոպագանդա անեն, որ իբր թե մոդուլային ատոմակայանները դրանք նորմալ են, իսկ մեր ատոմակայանը պետք է փակվի։ Չանցավ մի քանի ժամ իմ այդ տեսանյութը հրապարակելուց հետո, որ հայտնվան մարդիկ, որ սկսան կոմենտերում ինչ-որ տես մասսայական գրել դու սխալ ես, անգրագետ ես, մի խոսա, ամոթ է եւ այլն եւ այլն եւ այլն, գնա քո գործով զբաղվի, չգիտեմ, ինչ որ տենց 20 տենց Նիկոլ Փաշինյանին պաշտպանեն, չգիտեմ ինչի համար Նիկոլ Փաշինյանին շնաց ոչ մեկ չէր կպել, չէր ինչ որ բան ասել։ Սա ինչի մասին է խոսում ժողովուրդ, սա խոսում է նրա մասին, որ ես ասացի, որ ռոպագանդա լինելու է։ Հիմա ես չգիտեմ դա ռուսների կողմից է արվում, ադրբեջանցի թե հայերի կողմից արվում, դա պետքա պարզել։ Ուրեմն տեսեք, կոմենտերն եմ կարդում, ռուսերեն լեզվով հայ մարդ է, հա, նիկից երևա, որ ինքը հայ է, հայերն է իր հայկական անուն ազգանունն է։ Նա ինչ որ տիզի ուզում է տես իբր խելքի հիման վրա, հայ իր տես խելացի ինչ որ բան է ուզում ասի, որ 60 տարի մոդուլային ռեակտորներ կան, ու ես յանի սխալ բան եմ ասում, էլ ես սխալ բան եմ ասում, գնա կպի գործից, տակը ինչ որ մեկը կպտում իրեն սկսում է պատյոշ կանի, հա ախպեր դու ճիշտ ես, էսի վաշը գլուխ չի անում, բանսից ինչ որ ռուսերեն լեզվով սա։ Հիմա սրանք թե թուրքեր են հայկական անուններով, թե ռուսներ են հայկական անուններով, ես չգիտեմ, թե հայեր են իրոքից խելապակաս։ Նայեք ժողովուրդ, հիմա դուք կտենաք նա ինչ է գրել։ Ստե այդ անձնավորությունը գրում է մոդուլային ռեակտորների մասին, այսինքն մարդ ինչքան պետք է խելապակաս լինի, որ ես խոսամ մոդուլային ատոմակայանների մասին, ինքը վեկալի մոդուլային ռեակտորները օրինակ բերելով, ասի ես սխալ եմ ասում, 60 տարի մոդուլային բաներ կան։ Ժողովուրդ, մանիպուլյացիաների նորից եմ կրկնում, հանկարծ չտրվեք, չխափնվեք ոչ մի ինչ-որ տես պրոպագանդիստի, բլոգերի, փողով կոմենտ գրողների, այո, փողով կոմենտ գրողներ կան։ Փողով կոմենտ են մարդիկ մտնում գրում, էշիշ բան են դուս տալի։ Հասարակ մի բան մոդուլային ռեակտոր, հա, հարց չկա, կա։ Բայց բան գոյություն չունի իր այդ տեսակով մոդուլային ատոմակայանները սովորաբար համենայն դեպս Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, Ֆրանսիայի կամ Անգլիայի կողմից չկա։ Միակ օրինակը որ կարելի է բերել մոդուլային ատոմակայանի ռեակտոր չէ, ատոմակայան, ռեակտորը, որովհետև դա նավի վրա է կա, սառցահատների վրա, ատոմային սառցահատների վրա ատոմնի լիդակոլները որ կան, հա, Արկտիկայում որ գնում են, իրենց վերն է դրանցից կա։ Դրա մասին խոսքը չի գնում։ Խոսքը գնում է այն կառույցների մասին, որոնք որ էլեկտրաէներգիա են տալիս։ Ժողովրդին, քաղաքին, պետությանը տալիս են էլեկտրաէներգիա, դրա մասին է խոսքը գնում, ոչ թե ինչ որ, չգիտեմ, լիդակոլների օրինակ են բերում, անգլիացիքի նավերի ինչ որ օրինակ են բերում, դրա մասին խոսքը չի գնում։ Ռեակտորն ու բանը ատոմակայանը տարբեր բաներ են ժողովուրդ։ Տարբեր լրիվ բաներ են։ Հետիք չի ռեակտորը գրում, մի հատ ինձ համոզում է դու սխալ ես, դու տենում ես որ մոդուլները կան։ Ում են գժի տեղ դնում, ես չեմ հասկանում, նայեք։ Բացում եք chat GPT-ն։ Գիտեք, այդ իրանց ինչ է ներկայացում, դա արհեստական բանականությունն է։ Բացում եք Gemini-ին, բացում եք ես չգիտեմ, որը որ ձեր ձեռքի տակ է, որը որ ուզում եք, հիմա շատ արհեստական բանականության ծրագրեր կան։ Գրում եք աշխարհով մեկ քանի հատ ատոմային մոդուլային կայան կա։ Դա գրում եք։ Չի բերելու ոչ բան։ Մենակ մի բան է բերելու, չինական այս SMR-ները որ կա չինական, մի րոպե էսա ասեմ։ Ուր է դա։ HTRPM-ը միակ ռեալնի նազեմնի մոդուլնի այսը դա է, միակ։ Այս ատոմային մոդուլային կայան ավելի շատ դեմոնստրացիոն կոմերցիոն բնույթի ինչ որ ատոմակայան է, հասկանում եք։ Այդ բնույթի է ինքը, բայց հա ինքը իր տեսակի մեջ միակն է, որը որ կա այդ տիպին։ Մնացած ոչ մի բան չկա։ Ու նորից եմ կրկնում, կոմերցիոն դեմոնստրատիվ ինքը բնույթ կրող ատոմակայան է։ Բրիտանիայից եմ որ գրում, որ Անգլիան ունի։ Անգլիան չունի ատոմակայան, Rolls-Royce-ը ուզում է հիմա տենց մի հատ ատոմակայան բացի պատրաստի։ Վերջին անգամ դրա մասին լրատվականներում պատտվել է 2020 թվականի 2026 թվականի ապրիլի 14-ին, վերջին անգամ։ Լուրջ այդ ժամանակահատվածին, որ ուզում է ինչ-որ ահագին մեծ գումար ծախսի եւ այդ ատոմակայանը սարքի մոդուլային։ Բրիտանիայում չկա տենց բան, հասկանում եք։ Չկա։
Կան ընդամենը, հա, այդ մոդուլային ռեակտորներ կան, որոնք որ նավերի վրա է լինում, չգիտեմ, ռուսական այդ Լամանոսովը ինչա կոչվում, այդ լիդակոլը ինչա նավը։ Մի րոպե։ Հա, академик Ломоносовի плавучая российская академик Ломоносов с 2 КЛТ-40С и китайская наземная, հա, սրանց մասին է խոսքը գնում։ Ուրիշ ոչ մի բան չկա։ Այդ ձեր թվարկածներից ովքեր որ գրում են, դա կա, դու ինչ որ խափում ես, չես հասկանում անգրակետ ես, եսի ինչ ես, եսի ինչ ես, ժողովուրդ, ես եթե մի թեմայի մեջ մտնում եմ, միջև չեմ քիչ փորում, ես այդ թեմայի մեջ չեմ մտնում։ Ես որ թեմայի մեջ որ մտնում եմ, ամենապակասը, ես մի հատ հետազոտում եմ, դա ինչ նոր մտնում եմ, հատկապես ընձևի հարցերում։ Ատոմային կայան, մոդուլային չկա աշխարհում մեկ, միակ է չինականն է, որը որ նորից կրկնում եմ, դեմոնստրատիվ բնույթի է նա, կոմերցիոն։ Այդպիսին մենակ նա է, մի հատ նազեմնի, այսինքն գետնի վրա որը որ գոյություն ունի։ Մնացածը ծովային են, ես շատ իմ նավերի վրան են, եսին որտեղ են, ինչ են, ռեակտորներ են։ Ռեակտորը պետք չի ինչ որ ատոմային կայանի հետ համատել ու փորձել ինձ ինչ որ սխալ համարել այդ հարցում։ Պետք չի։ Իմ այդ պետք չի քյալը դնել այդ հարցով, որովհետև ես 100% ինտելեկտով ով որ իմ այդ փորձի այս թեմայի մեջ մտնի կամ այն թեմայի մեջ, որի մեջ որ ես մտնում եմ, չի կարող իմ այդ ինտելեկտով ձգի։ Գլուխ չեմ գովում ես։ Չի կարող ուղակի։ Ես էլ եմ կրկնում, ձեր համար անդիմադիր չեմ ինչ որ մի երկու բան ասեն, սուսուփուս քորփոշման հելը մեթամ։ Ասեն գա մոտենամ տրիբունային, ասեմ, գիտեք ինչ կա SSS հարցոբան, ինձ ասեն հոկտեմբերի 27 մարտի 1-ին ու ես գլուխս կա հելը մեթամ։ Ես դա չեմ հասկանում եք։ Պետք չի ինչ որ ու մանիպուլացնել, պետք չի մանիպուլացնել, պետք չի։ Օրինակ իմաստը ո՞րն է, որ տես բաներ են գրում։ Իդեպ մի բան է ասեմ, վատ բան, ռեգնյուզում որ ստարացել է այս նյութը, որ պետք է այնտեղ է տարածվել, որ տրաֆիկ գարես հայկական ալիքին, հիմնականում վատ բաներ գրողները դա Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներն էին եւ ովքեր որ տենց չգիտեմ ինչ որ տենց ուզում էին պաշտպանել Նիկոլ Փաշինյանին, չգիտեմ ինչից, չգիտեմ ումից։ Ումից եք պաշտպանում ժողովուրդ։ Ինչ որ վատ բան եմ ասել, նեղվել եք, ուզում եք ձեր առաջնորդի ասածը ճիշտ դուս գա ու նա իր արածանի ու դուք ասեք բրավո, մեր վարչապետը ճիշտ էր։ Ու մեկը թուրքերն էին, ադրբեջանցիք էին, ահա որ վատ բաներ գրում։ Հասկանում եք, Նիկոլի կողմնակիցներ ու թուրքեր, իրանք էին մենակի երկու կողմով հարցակվեին վրա, երկու կողմով։ Գիտեք խնդրեմը որն է, որ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների մեծ մասը չհավասարակշռված ինչ որ տես մի հատ պաշտպանողական բան ունի, կեցվածք ունի իր առաջնորդի հետ կապված։ Այսինքն եթե նա թեթևակի զգում է, Spider-Man-ը ոնց է որ ցենց վտանգը զգում մոտը բանա լինում է, ցենց մի հատ լույսեր բանա գլխի մեջ ունես, միանում անջատվում բան, որ վտանգը զգում, որ պետք է ուխոդան ես, ստուս մեզ ստոլբա գալի խփի։ Այդտենց ինչ որ մի հատ բնազդական բանի մեջ կա, այդ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների մեծամասնության մեջ կա, տենց բնազդաբար ուզում են իրենք պաշտպանեցնել են։ Ինչի համար ումից ու ոնց։ Անդեմությունն մի եսի մի բարի պտուղ չի իրանց կողմնակիցները։ Այնտեղ է չգիտեմ խի Քոչարյանին սարքել են հերոս, ասում ավտոմատով Շուշին հելավ գրավավ, չնայած այդ մարդասախ կյանք էս ինչ գիտեմ, կաբինետային բանա վարե, կառավարումա վարե։ Բայց համենայն դեպս առողջ ընդդիմադիրների մեջ, առողջ ընդդիմադիրները որ կան, այսինքն ոչ են կողմը, ոչ են կողմը, այ ամենաադեկվատ մասին իրանց մոտ է։ Իրենք են միակ ադեկվատ ընդունող այդ մասն, որ քեզ կարա լսի հասկանա քո այդ նորմալ քննադատի, հա, քննարկի այդ ամեն ինչը ու անցնի գնա, առաջ գնա իր գործերով։ Բայց այս մի կողմով կրակն ես ընկնում որ բան ես ասում, որտեվ սկսում են մարդիկ ինչ որ իբր թե խելացի մարդիկ են հայտնվում, տենց ալբերտներ, ասատուրներ են հայտնվում, սկսում են պաշտպանեն բան, դու սխալ ես բան, մոդուլի ռեակտորը ինձի բերում ուզում կերցնի բանի տակ, մոդուլի ատոմակայանի տակ ու համոզի որ դու ես սխալ եմ ասում, ատոմակայանները շուտվանից կան, 60 տարի կան։ 60 տարի չկա, ելի եմ կրկնում, 2-3 տարի ընդամենը կա մոդուլային մի հատիկ ատոմակային, որը որ Չինաստանում է։ Մնացածը բոլորը ռեակտորներ են։ Ձեր այդ Բրիտանիան չունի, Ֆրանսիան չունի, Կանադան չունի, Ամերիկայի Միացյալ Նահանգները չունեն։ Ունեն մոդուլային ռեակտորների տեսքով նորից եմ կրկնում։ Հես էլի գրելու են աղբեջան, ես մի բանը 5 անգամ կրկնում, որովհետև ժողովուրդ այսքան երեկվա էդին բացատրելուց հետո եթե էլի մարդիկ են հայտնում, որ ինձ ուզում են համոզեն, որ Բրիտանիան, Ամերիկան ունեն ու ես սուտ եմ ասում, ես չգիտեմ, դա դիագնոզ է արդեն։ 16 անգամ որ եմ պետք է նույն բանը կրկնեմ, որ այս մարդկանց մոտ հասնի։ Ու լուրջ տոնով ինքն ինձ համոզում է, որ ես սխալ եմ։ Ու մարդկանցի գրում ախպեր սրան մի լսեք, եսի ինչ արեք, եսի սխալ բան է խոսում, ես կոմենտում, տես fake page-երով մտել են մեկին պաստալով բաներ է ինչ որ տես գրում։ Սրանց հետ ես էշեմ չեմ հասկանում ինչա կատարվում։ Ես ձեր համար եմ կրկնում, ձեր համար ընդդիմություն չեմ, պարլամենտական։
կդնեմ, կբլոկեմ, կմտնեմ, այսինքն պատասխան կտամ, ձեր կոմենտը ցույց կտամ, կապացուցեմ, որ դուք սխալ եք։ Էլի եմ կրկնում ժողովուրդ chat GPT-ն բացեք, գրեք, իմը chat GPT +-ն է, վճարովի տարբերակն է, բայց կա ամեն դեպքում նույնիսկ եթե սովորականը մտեք լիմիտավորված ու գրեք աշխարհում քանի հատ մոդուլային ռեակտոր կա ու կներեք ռեակտոր չէ, մոդուլային ատոմակայան կա ու առհասարակ կա դա թե չկա, ընդհանրապես միակ նորմալ նազեմնի աշխատող այդ ատոմակայանը որ ձեզ ցույց է տալու դա չինականն է լինելու միակը ընդհանրապես 2 տարվա այնը բան ունի նորից էլի կրկնեմ դեմոնստրատիվ ինքը բնույթ է կրում կոմերչեսկի Մնացած դեպքերում, որ դուք եք ներկայացնում ռեակտորների մասնագնում մի խառնեք բանի տանձը Բադրջանի հետ աղբերական տանձը Բադրջանի հետ մի խառնեք դրանք տարբեր բաներ են մոդուլներն ու ատոմակայանը լրիվ տարբեր բաներ են ռեակտորները մոդուլային ռեակտորները ու մոդուլային ատոմակայանները լրիվ տարբեր բաներ են մոդուլային ռեակտորներով կարող աշխատի մոդուլային ատոմակայանը բայց մոդուլային ատոմակայանը ուրիշ մասշտաբի բան է դա ուրիշ մասշտաբի բան է պետք չէ թե քյալա տալ աղբերական ժողովուրդ այն մասային եմ դիմում ովքեր որ հիվանդագիր են ընդունում ու նորից եմ կրկնում ովքեր կողմ են այսինքն հա մարդիկ են որ կողմ են որ մեր ատոմակայանը փակվի հետո մենք չգիտեմ չհասկանանք որտեղից ստանանք մենք էլեկտրաէներգիա կլինի մոդուլային թե ինչ այս կոմենքում այսինքն դեռ ռազաբրացը չլինելով մենք անցնենք ինչ որ մեր ատոմակայանը փակելու դրանք Թուրքիա ագենտ են իմ համար առնվազն Թուրքիա ագենտ են, որովհետև ոնց կարա նորմալ հայ մարդը ասի, գիտես ինչ կախբեր, դու սխալ ես ասում, ատոմակայանը պիտի փակենք, մենք մոդուլային բացենք։ Արա ախպեր ջան, մոդուլային եթե դու բացում ես, մեծ օրինակ ցույց տու։ Ամերիկացին է, չէ՞ ուզում բացի։ Օրինակ ցույց տու։ Ցույց տու, ասա ամերիկացին էսի բացել ախպեր ես եմ ուզում անեմ։ Չունի ամերիկացին այդ տարբերակը չունի որ քեզ ցույց տա ասի էս եմ արել դու ասես հա ախպեր ջան հարց չկա կառավարությունը չի կարող կողմնորոշվի Նիկոլ Փաշինյանը այն անգամ ասեց մենք պետքա դեռ կողմնորոշվենք որն ենք անելու որն ենք ընտրելու ինքնը չի կողմնորոշվել հələ որովհետև չկա տարբերակ առաջարկած պրոստը խոսակցությունն է որ մոդուլային է լինելու մոդուլային է խիալ լինելու որովհետև հարևանները մեր չեն ուզում որ մենք պալնացենի ատոմակայան ունենանք էտա Ադրբեջանը կջղայնանա Թուրքիան կջղայնանա Եթե մենք նորից մի հատ պալնացենի տենց ատոմակայան ունենանք այն օրվան եկեք հասցեն որ Իլհամ Ալիևի պես տենց այդ բանը գումար բազը փողոցային պետքա բան անի էլի ջղայնանա մեր վրա կամ չջղայնանա որ մենք ատոմակայանը իմանանք որն ենք բացում մոդուլային թե նենց ու ամենաշատը ջղայնացնում են որ հայերի մեջ ինչքան տականք կա որ կարող խոսքի մտնի ասի ախպեր ջան չէ պետքա փակվի ատոմակայանը մենք բան մոդուլային բացենք ել եմ կրկնում ով այդ մտքին է որ պետքա մեր հիմնական մեծամորի ատոմակայանը փակենք ու ուզենանք բացենք ինչ որ անհայտ մոդուլային տես ատոմակայիններ որը ոսկի գործարկված է չի թամամ աշխարհով մեկ բացի Չինաստանից դա իմ համար առնվազն Թուրքի ագենտ է երբ որ մոդուլայինները կլինեն հա 5 հատ կլինի 10 հատ կլինի 15 հատ կլինի այդ երկրներում կաշխատեն մենք կտենանք օրինակը ոնց է բան այդ ժամանակ որ առաջարկությունը լինի դա ուրիշ բան բայց քանի որ դա չկա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է Կանադան է Ֆրանսիան է չգիտեմ Մեծ Բրիտանիան նրանք դեռ չունեն այդ հա տարբերակները մեզի ցուցադրելու համար մենք չենք կարա բան անենք էլի օդի մեջ ասենք մենք էս ենք ուզում եկեք փակենք դե հետո կտենանք ինչ կլինի ոնց կլինի բացենք տնենք ինչ կլինի կամ չի աշխատում նորմալ այդ ատոմակայանը կամ չգիտեմ ինչ որ վնասներ է տալի կամ դա չպիտի խոսքի լինի այդ տարածաշրջանը պետք է լինի դաշտերում կամ չգիտեմ գետի ափին կամ եսին որտեղ հազարու մի բան կա փորձած թանաքենք ուզում մածունի հետ փոխենք Ինչ որ փորձածա դանով պետք է աշխատենք։ Սենց հիմնական ատոմակայան պալյուբոմը մեզի պետք է։ Մեծամորն է չլինի, պետք է էսրապես գոնե 2 հատ ատոմակայան ունենանք։ Մենք չպիտի ելեմ ասում սա այդ ահա բեկվելով, հա, ադրբեջանցիքից բան անենք, վեկալենք խաչ քաշենք մեր ատոմակայանի վրա ու մեր խաղաղ ատոմ ունենալու իրավունքի վրա։ Չպիտի։ Իրանց ուզածը ոչ թե մեր ատոմակայանը փակելն է, ելի եմ կրկնում, հասկացեք, սա խորը խոսույթ է, խորը Սա ատոմակայանի հարց չի մենակ։ Սրանց ուզածեն է, որ մենք մեր խաղաղ ատոմի իրավունքից հետ քաշվենք, սա է։ Եթե դուք դա չեք հասկանում, դա արդեն ուրիշ խնդիր է։ Հələ մի բան ինձ են գրում, ասում չի հասկանում էսի ոչ իմ, դուք չեք հասկանում, ովքեր որ տենց բաներ են ինձ գրում, դուք չեք հասկանում։ Ես այս գործի մեջ 10 տարի կամ քաղաքական այս հարցերի մեջ 10 տարի կամ արդեն։ Լրատվության մեջ, չնայած ես մասնագիտությամբ լրագրողը չեմ։
Բայց այս բաների մեջ, այս բլոգերության մեջ 10 տարուց ավել արդեն կամ համարյա։ Ովքեր որ տես բաներ են գրում, սկի գազայի տեղը չգիտեն, սկի չգիտեմ, եւի ասես աշտարակը քարտեզի վեն ցույց տու, հա, Երևանի այդ բանով ցույց տաս, քարտեզով, մասշտաբով, կարող սկի չկային ինքը գտնի ցույց տա։ Այդ տիպի մարդիկ են ինձ կոմենտներ գրում ու ինչ որ բանից են խոսում, գրագիտությունից են խոսում։ Մի խոսքով էլի չեմ ուզում շատ խորանամ։ Հիմա ես իմ գլուխը գովան բան անեմ։ Ես մի հարցի մեջ չեմ մտնում, եթե այդ հարցից ես գլուխ չեմ հանում։ Եթե ես մտել եմ այդ խոսակցության մեջ, ուրեմն խորացե բան եմ, հետազոտել եմ։ Էլ եմ կրկնում, մտեք դուք գրեք, տեսեք ինչա բերում։ Մոդուլային, մեկ է կրկնում մոդուլային ռեակտորը, տարբերեք մոդուլային ատոմակայինից, դրանք տարբեր բաներ են, տարբեր բաներ են։ Մոդուլային ռեակտորը նավի վրա չես բերելու, ստեղ դնես Հրազդան գետի ափին ու ինքը ֆրա աշխատի քեզի տոկ տա։ Ու այդտեղ չի լինելու։ Դրանք ուրիշ բաների համար է նախատեսված։ Ատոմակայինը լրիվ ուրիշ ձև աշխատում։ Չնայած էլի բաղկացուցիչ մասը այդ մոդուլային ռեակտորներն են вообще-то իրա։ Այսքան էի մտե ասեի, ժողովուրդ մտել եմ ասեմ, որ արձագանքը շատ էր, կոմենտները շատ էր, կարդացի, դա համար ահագինը ջնջել եմ Փաշինյանի կողմնակիցների, մեկը թուրքերի գրառումները, որի մասին վատ բաներ էին գրել, ես առասակ չեմ սիրում իմ մասին վատ բաներ կարդամ, կամ բլոկում եմ, կամ առասակ փակում եմ կոմենտները։ Ես չգիտեմ, այն մարդը չեմ էլի, որ կարդամ իմ համար մեկը ինչ են գրում։ Ես շատ լուրջ եմ ամեն ինչին վերաբերվում, քանի որ ես ձեզ լուրջ եմ վերաբերվում, ցանկում եմ որ ինձ էլ լուրջ վերաբերվեք։ Ես այս գործին, իմ գործին լուրջ եմ վերաբերվում, բոլոր հետազոտություններով, բաներով, հետաքրքրված կարդալով, բանանելով այդ ամեն ինչը առաջ բերելով, դա որ ներկայացնում եմ, լուրջ եմ, չեմ վերաբերվում ձեզ։ Դա մեծ ցանկանում եմ, որ իմ հանդեպ լուրջ վերաբերվեն, ոչ թե ինչ որ տես ֆեյքերով մտնեն, մեկը մեկին պաստալով, մեկը մտ ապուշություն գրի, տակից 5 հոգի անի պատյաշկա իրան անում, ու մեկը մեկին լայք տնի տենց։ Կարող չեմ հասկանում այդքանը։ Կամ կարող չեմ աշխատել իրանց հետ, չգիտեմ իրանք ոնց են աշխատում այդ հարցերում։ 18-ից 20 թվականը ես իրանց հետ եմ աշխատել, հիմա եկել եք իմ դեմ եք ուզում բանանեք, չի ստացվի։ Ամոթ հավաքի։ Էլ եմ կրկնում, պայքարելու եմ այն մարկանց դեմ, այն մեդիաների դեմ ու այն ուժերի դեմ, ովքեր որ փորձելու են ատոմակայինը փակելու կապված թեման բարձրացնեն։ Իրանց հետ միշտ պայքարելու եմ, քանի դեռ մենք ունենք ալտերնատիվ տարբերակ փոփոխության։ Կլինի ատոմակայան, հարց չկա, սուս կմնամ։ Կլինի մոդուլային տարբերակներ, մոդուլային ատոմակայանի տարբերակներ, որոնք որ արդեն փորձարկված են, որոնք որ արդեն կարելի է օրինակ բերել, ասելով Ճապոնիայում կա, Հնդկաստանում կա, ստեղ կա, ու սենց էինք աշխատում ռադիացիան այսքան եւ այլն, մեծ ձեռնտու է։ Հարց չկա, սուս կմնամ։ Իսկ քանի որ մեզ ուզում են դնել ինչ-որ լաբորատորիայի առնետների տեղ, ես ուշ չեմ մնալու։ Հայաստանի Հանրապետությունը ձեր համար նորից եմ կրկնում, ինչ-որ փորձարկման դաշտ չի։ Ու մենք չենք պատրաստվում իդեմս ինձ, ես 100% չեմ պատրաստվում իմ խաղաղ ատոմ ունենալու իրավունքից հրաժարվեմ, չեմ պատրաստվում ու չեմ ուզում իմ երկիրն հրաժարվի։ Այսքան բան։ Լավ մնացեք։